Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերջին 3 օրվա ընթացքում արդեն 4-րդ անգամն է հերքում հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ Բաքվի սուտը։ Մինչդեռ այս գիշեր սահմանամերձ Խոզնավար գյուղի վարչական ղեկավար Վահան Զաքյանի խոսքով ադրբեջանցիները կրկին կրակել են։ Մարտուն Գրիգորյանը կապահովի անհրաժեշտ ձայները Գյումրիում ընդդիմադիր համայնքապետի ընտրության համար, ինտրիգը դեռ պահպանվում է։ ՔՊԱ-ական պատգամավոր Վիլեն Գաբրելյանը Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպերից հետո հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին, զղջացել է, թե պարտադրել են նրան հրաժարվել մանդատից։ Իրանում կարծում են, որ Թրամփը եւ Իսրայելը այդքան էլ հակված չեն Իրանի դեմ պատերազմին, այլ սպառնալից հայտարարություններով դրդում են նրան նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Գերմանիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն այն պատճառով, որ այդ երկրի նախագահը Instagram-ի իր էջում Արցախի դրոշով հրապարակում էր արել։ Այս եւ այլ թեմաներին մանրամասն ծանոթանալու համար միացեք մեզ երեկոյան 21:00-ին Alpha News-ի բոլոր հարթակներում։